Աբրահամյան, մինչ այս պրոցեսներին անդրադառնալը, թեև ասում են, որ սա էլ ընդհանուր քաղաքականության համատեքստում է, ամեն դեպքում կխնդրեմ անդրադառնաք այն ոլորտին, որի հանդեպ սրտացավ եք, որի խնդիրները միշտ բարձրացնում եք, բանակ, պաշտպանություն, տեսնում ենք, որ ինչքան խոսում են բարեփոխումների մասին, զուգահեռ չեն նվազում դրվագները մտահոգության, տեսանք հենց այսօր դժբախտ պատահար, ինքնասպանություն եւ այլն, այս մոտեցումները բարեփոխման օրակարգերը որքանով են արդարացնում իրենց։ Նախ սկսենք այն հանգամանքից, որ երբ որ ասում են բարեփոխում, գոնե բովանդակային առումով պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Եթե բարեփոխումը ռազմական ոստիկանության պետի պաշտոնում այլ համակարգից ինչ-որ մարդու բերել նշանակելն է, ապա ես դա բարեփոխում որպես այդպեսին չեմ ընդունում։ Ներողություն ավարտեմ, վերջում շատ երկար կարող ենք խոսել։ Հիմա երկրորդը, երբ որ ասում են Պապիկյանը հանկարծակի այցեր է իրականացնում, երևի Անի ջան, դա էր ասում, նույն հանկարծակի այցերը տասնամյակներով որպես այդպիսի մարտական պատրաստության պլանում նախատեսված միջոցառումներ են։ Եթե պաշտպանության նախարար կամ զինված ուժերի գլխավոր շտաբը առաջին անգամ է հանկարծակի այցերով գնում, դա շատ արդեն վատ է։ Եվ դա ներկայացնել որպես որ բացառիկ երևույթ ցույց տալ, որ մենք ասում ենք, որ մենք պայքարում ենք տարատավոր բարքերի դեմ, դա սա է, դա բնականաբար առնվազն մասնագիտական շրջանակների աշխում որպես այդպեսին փոփոխություն չի ընկալվում։ Մի կարևոր հանգամանք է կա, որ այսօրվա դեպքի համատեքստում նաև կուզենայի օրինակով մահաճելի բացատրի, տեսեք, հիմա դեպք է տեղի ունեցել, չէ՞։ Հիմնական խնդիրը, որ իշխանությունի առաջ դնում է, որն է, այդ օրը կամ հաջորդ օրը միանգամից կադրային փոփոխություն անում։ Սկսում են բոլորը խոսում են պատասխանատուների մասին եւ այլն, բայց տարական բաներ կա, որոնք պետք է առաջին հերթին իրականացվեն։ Առաջին հերթին դա ծառայողական քննություններն են։ Մինչև ծառայողական քննություն չլինի, չավարտվի, չհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ում պատասխանատվության դաշտում է եղել, առանց դրա որևէ որոշման կայացումը անթույլատրելի է։ Հայաստանում հատկապես վերջին տարիներին սա եկած է առաջին պլան։ Տեղի անում մի հատ իրավիճակ, ներևս հստակ չի գործի հանգամանքները, բայց մեկը տեսնում է զորամասում փոփոխություններ, բանակային կորպուսներում փոփոխություններ, մարդիկ չպարզած թե ով է թեմայի պատասխանատուն, պաշտոնատար անձին կոնկրետ մեղադրանքներ են հնչեցնում այս կամ այն պաշտոնյայի հասցեին։ Նույնը տեղի ունենում այս վերջին շրջանում տեղի ունեցող տարբեր միջադեպերին։ Սա ոչ միայն հնարավորություն չի տալիս իրականության մեջ գնալու ճիշտ բացահայտումների եւ պատասխանատուներին ի հայտ գալու ճանապարհով, այլ նաեւ բարոյական իրավիճակը բավականին բարդացնում է։ Սա երկուս։ Երրորդ կարևոր հանգամանքը, որը պետք է առանձնացնել, հետեւյալն է։ Երբ որ խոսում են արատավոր բարքերի վերացման մասին, ո՞րն է դա։ Պատերազմ ենք մղում ենթամշակույթի։ Շատ լավ։ Հիմա ո՞րն է դա։ Հանկարծակի այցերն են դա։ Ռազմական ոստիկանության պաշտոնում, ռազմականի պետի պաշտոնում ոստիկանապետի նախկին ոստիկանապետի նշանակումն է։ Ես դա բարեփոխում չեմ համարում։ Գերատեսչական աշխատանքային խումբ են ստեղծում, որը համակարգելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Մակունց Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը, այնտեղ նշված են ովքեր են լինելու պաշտպանության նախարար, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար, առողջապահության նախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ազգային անվտանգության ծառայության գլխավոր դատախազության քննչական կոմիտեի ներկայացուցիչներ եւ այլն։ Ի վերջո պաշտպանության նախարարությունը չէ այն մարմինը, որը պետք է իրականացնի այս ամեն ինչը, ինչ կարիք կա միջգերատեսչական խմբի ստեղծումը, ինչով է պայմանավորված անհրաժեշտությունը, ու Մակունցը պետք է այսպես զբաղվի այս հարցերով։ Քաղաքական գործոնը, եթե նույնիսկ մի պա դնենք մի կողմ, եթե այդ գերատեսչության աշխատանքները համակարգում է մի անձ, որ առհասարակ որևէ առողջություն չունի զինված ուժերի հետ, դա արդեն դրանով իսկ ծախողումը ապահոված է, սա մեկ։ Երկրորդը 8 տարի խոսում են, չէ՞, նույն բանի մասին։ 8 տարի խոսում են ինքնասպանությունների, ոչ կանդրական հարաբերությունների, արատավոր բարքերի մասին։ Այսինքն 8 տարի անցավ, որոշեցին, որ ճանապարհը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելն է։ Լավ, ասեք, միջգերատեսչական հանձնաժողովը ինչ խնդիր է իրար առաջ դրել, եւ ասեք, ինչ ճանապարհով է այս լուծումները, որտեվ այն մարդիկ, ովքեր դրված են ի պաշտոն այդ հանձնաժողովի կամ միջգերատեսչականի հիմքում,
Դրանք որևէ բան այս իրավիճակում չեն ասում։ Մի բան էլ էլի, քանի որ դուք ոլորտին հաջողակ եք, ինչու նման քայլեր օրինակ արագ չէին իրականացվում, երբ որ 15 զինծառայողներ կասկածելի հանգամանքում վարվեցին այդ կացարանում, ինչու նման այդ արձագանքը նաև չկար, որտեղ մի տեսակ տպավորություն է, որ Սուրեն Պապիկյանին քավության նոխազ են ուզում դարձնեն, բայց մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, հասարսուր բազմաթիվ ողբերգական դեպքեր, որից հետո օրինակ, չգիտեմ, Աննա Հակոբյանը չէր անդրադառնում, մենք տեսնում ենք ինքնասպանության դեպքերին են սկսել անդրադառնալ կամ այդ քննադատությունները ոչ միայն ընդդիմության կողմից հնչող, այսօրվա Փաշինյանի արձագանքը, եթե հիշենք օրինակ 15 զինծառայողների դեպքում ինչպիսին էր Փաշինյանի արձագանքը, համաչափ չէին հաստատ։ Հիմա տպավորություն չի ստեղծում, որ քավության նոխազ են ուզում դարձնել Պապիկյանին։ Գիտեք, ընդհանրակ մեկ շաբաթ առաջ էր ոնց որ կառավարության բրիֆինգում Փաշինյանը պաշտպանում էր եւ ԿՇՊՏ-ին եւ պաշտպանության նախարարին, բայց ես վերջերս այս թեմայի հետ կապված որոշակի ուսումնասիրություն էի անում 2019 թվականին զինված ուժերում եւ նաեւ պաշտպանության բանակի հատվածում իրար հետեւից տարբեր միջադեպեր եղան, տարբեր բնույթի Եղավ խորհրդակցություն, միանգամից ասացին, որ սրա պատասխանատուն Արցախի պաշտպանության նախարարն է, ժամանակ Կարեն Աբրահամյանն էր, միանգամից պաշտոնից ազատեցին։ Հիմա տեսեք, ունենք գրեթե նույնատիպ իրավիճակ, նաև պարբերականության առումով։ Հիմա նույն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, այսօր հայտարարում են, ասում են, չէ, պաշտպանության նախարարն ու բանակի գլխավոր շտաբետի շկապ ունեն։ Այ էսա մեղավոր, սա է մեղավոր։ Անդ որում ասում են, ոչ ծառայողականի արդյունք կա, ոչ քրեական գործի հետևանքով կա կոնկրետ գործի հանգամանքների բարձում, որ ասենք, որ լավ, այս իրավիճակում գտել եմ գլխավոր շտաբի պետի հրամանները պատշաճ ձևով չեն շահադրվել, դրա հետևանքով ա եղել, այս մարդուն հանում են կամ այս մարդուն չեն հանում։ Արցախի պաշտպանության բանակի վերջին հրամանատարը, որ խորհրդականներ ինքը իրեն եւս ազատեցին նաև Ռազմիկ Պետրոսյանին, ազատվեց նաև Մելիքսեթը Պողոսյանով, Սև լճում կարծում եք, որ մոլորվել են Սանկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սրանք առաստարակ որևէ առողջություն ունեն զինված ուժերում արկա խնդրարոց իրավիճակների հետ, որովհետև ձեր կողմից նշված խորհրդականները, որքան ես եմ տեղյակ, անմիջական պատասխանատվություն այդ մասով չունեն, ես կարծում եմ, որ դա որոշակի քաղաքական պայմանավորվածություն ա եղել։ Ինչ վերաբերում է Արցախի վերջին պաշտպանության բանակի հրամանատարին, իր մասով ոնց որ պաշտոնական որևէ բան չեղավ, իմ իմանալով ինքը ոչ թե պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետի խորհրդականա, իդեպ ինչեւ հիմա մեծ թվով հարցերի պատասխան չի տվել, այդ թվում նախկինում իր ենթակայության տակ գտնվող բենզինը վարելիքակսուկային պայեստի պայթյունի եւ դրա հետևանքով շուրջ 250 մարդու մահվան հանգամանքների հետ կապված իդեպ նմանատիպ հարցերը երևի իշխանությունների համար որևէ կարևորություն չեն ներկայացնում որտեղ 23 թվականից արդեն 3 տարի է անցել բայց դրա հետ կապված որևէ բան չկա եթե նրանցից մեկը այդ թվում պաշտպանության բանակի նախկին հրամանատարը որևէ ընդդիմադիր խոսք հնչեցներ, որևէ ընդդիմադիր հանրահավաքի մասնակցություն ուներ, պարզ է, չէ՞ որ մեկ տարվա ընթացքում միանգամից միջև դատական վճիռն էլ կհայտարարեն նրան մեղավոր պատասխանատու ու մեծ ժամկետով կալանավորման գնար։ Հիմա ըստ իրավիճակի գործում են։ Նաև ձեր ասած փոփոխությունները ես չեմ կարծում, որ այսօր իրավիճակի վրա կարող են լուրջ ազդեցություն ունենալ։ Երկրորդն էլ ընտրովիչ պետք է զբաղվել։ Եթե այս մեկը յուրային է, եթե այս մեկը լյուբիմչիկն է դնենք այս կողմ, այս մեկը մեղավոր չի, մնացածը մեղավոր են։ Եվ կարևոր եւս մեկ կարևոր հանգամանք, տեսեք, ցանկացած փոփոխություն, այդ թվում օրինակ Ազատի դեպքով տեղի ունեցած այդ հրեշավոր ըստ էության բան էր, միջադեպ էր, այդ ձևի մեծ ծանր հետևանքներով։ Հիմա ինչ ա եղել այդ ժամանակ։ Ես հիշում դեպքը եղել է դրա հաջորդ 2 օրվա ընթացքում ում հասցրեցին այդ կորպուսում հրամկազմը հեռացրեցին։ Զորամասում ով կար հեռացրեցին, հետո նորսեցին հանգամանքները պարզ էր, թե իրականում ով էր մեղավոր, ով էր պատասխանատու հասկանում եք։ Նախապես կարծես թե նախաքննությունը ավարտած համարելով գնահատական հնչեցրեցին ինչ ա եղել, նկարագրեց Փաշինյանը ինչա տա։ Իհարկե, նաև էծեւի, այսինքն սցենարն էլ միանգամից քաղաքական հայտարարության ձևով տալիս են, դատա իրավական համակարգն էլ ըստ այդ հնչեցրածի շարժման։ Նույնը վերաբերում է 44 օրյա պատերազմին։ 44 օրյա պատերազմից հետո գործերը նույնիսկ դատական process դեռևս չեն հասել։ Մեկը տեսնում ես ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը կամ նրա մեկ այլ թիմակից
տարբեր մարդկանց որակումներ են տալիս, ընդ որում ծանր մեղադրանքներ հասնելով, բայց այդ մարդկանց գործը նույնիսկ այս պահին էլ միջև այժմ դատավճիռը չի ածել։ Պարոն Աբրամյան, Վիլեն Գաբրիելյանը ընտրվեց անվտանգության ազգային ժողովի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դուք որպես ոլորտին քաջատեղյակ մարդ, Գաբրիելյանը իր ոլորտի մասին երբ որ խոսում էր, ներկայացնում էր իրեն, ասում էր, որ իր աշխատելավոճը տարբերվելու է, ասում էր, որ ընդդիմադիրներին թույլ չի տալու միայն հարցի մասին բարձրաձայնեն եւ այդքանով ավարտեն, պետք է միասին աշխատեն։ Ինչ կասեք, կհաջողվի իրեն պատշաճ նախագահել տվյալ հանձնաժողովը։ Գիտեք, համար դա շատ անհետաքրքիր հարց է, իր անձն ու այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ընտրվելը ոչ մի ձևի հանրային տեսանկյունից հետաքրքրություն չի ներկայացնում, ինչի համար, որովհետև կառավարությունը իր ծրագրում դնում է իր առաջնահերթությունը, այդ թվում պաշտպանության եւ անվտանգության ոլորտում խորհրդանի իրենց հատվածներ գնում են դրանց իրականացման հետևից։ Թե ինքան դեղ կլինի, թե մեկ այլ մարդ կլիներ, առանձնապես բան չի փոխվի։ Եթե խոսքը զուտ խոսքի մշակույթի կամ ընթացիկ քննարկումների մասն է, ես չեմ կարծում, որ դա առաջնային հարց է, որ այսօր քննարկման առարկա է, այնպես որ այդ ընտրությունը իմ համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Շնորհակալ եմ։